Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե 19-ամյա զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել։ Զինծառայող ԱՀ-ն գտնվում է հոսպիտալում, այլ առողջական խնդրով։ Գերատեսչությունը պատրաստակամություն է հայտնել ուղեկցել մարդու իրավունքների պաշտպանին զինվորին տեսակցելու։ Այս պահին, ըստ նախարարության տարածած հայտարարության, ԱՀ-ն գտնվում է հետազոտման փուլում։ Երեկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Facebook-յան իր էջում տեղեկություններ տարածել, թե իրեն ահազանգել են 19-ամյա զինծառայող ԱՀ-ին դաժան ծեծի ենթարկելու մասին։ Ուժեղ Հայաստան դաշինքը ամփոփել է հետընտրական շրջանում Լոռու մարզ կատարած այցի արդյունքները։ Դաշինքի անդամները Նարեկ Կարապետյանին ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքները եւ առաջիկա անելիքները։ Դաշինքի անդամ Անդրանիկ Գևորգյանը հայտնել է, որ իրենց շրջայցից հետո տարածաշրջանում արդեն արձանագրվել է 5-րդ երեխա ունեցած ընտանիք, որին աջակցելու նպատակով բնակարանի ձեռքբերման գործընթացը արդեն գործնական փուլում է։ Ստեփանավանի տարածաշրջանում Գյուլաքարակ համայնքում շրջայցից հետո մենք ունեինք որոշակի հարցեր, որոնք պիտի կազմակերպեինք կոմբայնի ձեռքբերման, տատիկների տան վերանորոգման, ինչպես նաև 5-րդ երեխայի հետ կապված տան նվիրատվության հետ կապված, նաև տրանսպորտի հարց ունենք։ Հիմա երևի հերթականությամբ առաջին հերթին անցնենք այդ հարցերի քննարկմանը։ Նախ հարցը տամ կա տարածաշրջանում ընտանիք, որ ունեցել է 5-րդ երեխա այս տարի։ Այո, մենք ունենք տարածաշրջանում ընտանիք, որ ունեցել է 5-րդ երեխան, եւ նրանք արդեն մեզ դիմել են, որպեսզի իրենց համար ձեռք բերեն բնակարան։ Բնակարանի ձեռքբերման process-ը ընթացքի մեջ է, պարոն Կարապետյան, եւ շուտով նորից այս կկատարենք, ոնց շնորհավորում եմ։ Դաշինքը, որը հայտնել էր խորհրդարանում ժողովրդի ձայնը դառնալու մտադրության մասին, հայտնել է, որ 5-շաբթի օրը նախատեսում է այցելել Տավուշի մարզի նոյեմբերյան տարածաշրջան ու տեղում ծանոթանալ հայրենակիցների բարձրացրած խնդիրներին ու քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Մարդու օրգանիզմի համար վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել Բյուրեղավանում, Արզնիում եւ Նուռնուսում կատարված ջրի նմուշառումներից, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը պատրաստվում է բնակիչների անունից բանակցություններ վարել Վիոլիա ջրի հետ։ Հովհաննիսյանի խոսքով տարբեր օրերի նմուշառումներում հայտնաբերված մանրէները վկայում են խմելու ջրին կոյուղաջրերի խառնվելու մասին, ինչը կարող է լուրջ աղիքային վարակների պատճառ դառնալ։ Հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ, E. coli եւ ընտերակոկ։ Սա նշանակում է, կարող եք ինքներդ որոնել ու տեսնել, որ կոլիֆորմ մանրէները վկայում են համակարգի ջրային համակարգի ընդհանուր աղտոտվածության մասին, իսկ E. coli-ն եւ ընտերակոկը արդեն շատ ավելի լուրջ աղիքային վարակիչ հիվանդությունների հիմք կարող են հանդիսանալ, իսկ խոցելի խմբերի անգամ ավելի երկարաժամկետ հետևանքներ առաջացնել։ Սա նշանակում է նաեւ, որ խմելու ջրին խառնվել են կոյուղաջրերը եւ դրա համար էլ առաջացել են այն հետևանքները, որի պատճառով մարդիկ հոսպիտալացվել էին։ Հիմա ես հարցում էի կատարել նաեւ հիվանդությունների եւ վարակների կանխարգելման ազգային պետական մարմին, որպեսզի հասկանամ, թե իրենց մոտ ինչ տվյալներ են, եւ այսօր արդեն եկան պատասխանը, որ Արզնի եւ Նուռնուս համայնքներում իրենք էլ հայտնաբերել են կոլիֆորմ մանրէներ եւ բնականաբար կոլիֆորմ մանրէ առհասարակ ջրում չպետք է լինի, ինքը աղտածին է, ինքը կարող է առաջացնել տարբեր հետևանքներ եւ ուրեմն նշանակում է, որ այս 3 համայնքի բնակիչները պատճառը նրանց այդ վիճակի եղել է այս մանրէները։ Ընդ որում ասեմ, որ տարբեր օրեր են փորձաքննությունները կատարվել 16, 17, 18, 19, հետեւաբար չեք կարող ասել, որ մեկ օր է եւ այլն։ Ես լիազորված եմ Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից Վեոլա ջուր ընկերության հետ վարելու բանակցություններ, որպեսզի հասկանամ, թե ինչպես են իրենք հասցեագրելու այս խնդիրը, սկսած նրանից, որ այս մարդիկ ջրի վարձ չպետք է մուծեն, վերջացրած նրանից, որ իրենք բարոյական տառապանքներ են կրել, առողջության համար իրենց գումարներ են տվել եւ խմելու ջուր են գնում ամեն օր, հա, իրանց միակ մեղքն է, որ ջուր են խմել։ Հիմա, եթե Վեոլա ջուրը իրեն իսկապես համարում է սոցիալական պատասխանատվություն ունեցող միջազգային ընկերություն, ապա պետք է հասցեագրի, ես պատրաստ եմ լսել իրենց տեսակետը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաշվի առնելով հանրության կողմից առաքման ծառայություններից օգտվելու մեծ հաճախականությունը եւ ստացվող բողոքների մտահոգիչ քանակը լայնածավալ վերահսկողություն կսկսի այս դաշտում։ Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը, հայտնել են գերատեսչությունից։ Տեսչական մարմինը հիշեցնում է, որ սննդի շղթայի ցանկացած փուլում ներգրաված անձնակազմը պետք է անցնի նախնական եւ յուրաքանչյուր կիսամյակը 1 պարբերական բժշկական զննություն ու ունենա անձնական սանիտարական գրքույկ։ Գերատեսչությունը հայտնել է, որ խախտումներ արձանագրելու դեպքում ոչ միայն կտուգանվեն առաքիչները, այլ նաև կհրապարակեն ընկերությունների անունները։
Ռուսաստանի Տվերի մարզում հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել է նկարահանումների համար կառուցված մի ամբողջ արհեստական քաղաք։ Ուկրաինական հարվածների ֆոնին լիազանում այրվել է Վալբերիզի հերթական պահեստը։ Ռուսաստանում պահեստային համալիրների վրա ԱԹՍ-ների մասշտաբային հարձակումներից հետո ընկերությունը սկսել է ազատ տարածքներ փնտրել Ղազախստանում։ Կոմերսանտի տվյալով ընկերությունը պատրաստ է վերցնել հասանելի բոլոր պահեստները։ Արմաթիում ու Աստանայում այժմ ընթանում է նոր լոգիստիկ կենտրոնի կառուցում։ Վալբերիզն արդեն 40 միլիոն ռուբլի փոխհատուցում է վճարել։ Պետդումայում առաջարկել են վարկային արձակուրդ տրամադրել ապրանք կորցրած վաճառողներին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի արտգործնախարարը իրեն հավաստիացրել է, թե ուկրաինական զինված ուժերի իրանական նավին հասցված հարվածը եղել է ոչ միտումնավոր, եւ Կիևը չի ձգտում իրավիճակի սրմանը։ Միջադեպը տեղի էր ունեցել ռազմական գործողությունների շրջանակում, եւ ուկրաինական անօդաչու սարքերի եւ հրթիռային հարվածի թիրախում եղել են հակառակորդի լոգիստիկ ենթակառուցվածքները։ Իրանական բեռնատար նավի վնասումից հետո Թեհրանը խիստ մտահոգություն է հայտնել միջազգային ջրերում եւ նավահանգիստներում առևտրային նավագնացության անվտանգության վերաբերյալ։ Ուկրաինական կողմը պարզաբանելով իրավիճակը հավաստիացրել է, որ իրանական նավը թիրախավորելու դիտավորություն չի եղել, ինչից հետո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները քննարկել են նմանատիպ միջադեպերից հետագայում խուսափելու մեխանիզմները։ Սպիտակ տանը ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այն տևել է մոտ 1 ժամ։ Հանդիպումից հետո Զելենսկին հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել են Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաեւ դիվանագիտական գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին անստացան աջակցության համար եւ ցավակցություն հայտնել սենատոր Լինդսի Գրեհեմի մահվան կապակցությամբ։ Զելենսկու հետ հանդիպումից հետո Սպիտակ տուն է ժամանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հանդիպելու ԱՄՆ նախագահին։ Սպիտակ տան տվյալներով նրանք քննարկում են Իրանի դեմ պատերազմը, Լիբանանի հետ բանակցությունների առաջընթացը եւ Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման ջանքերը։ Միևնույն ժամանակ լարվածությունը պահպանվում է Մերձավոր Արևելքում Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի լոգիստիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկրի զենքի արտադրության գծերը ավելի ակտիվ են, քան երբևէ, ինչը հակասում է ամերիկյան կողմի նախկին գնահատականներին։ Բացի այդ, Իրանի զինված ուժերը զգուշացրել են, որ թույլ չեն տա իրանական սառեցված ակտիվները օգտագործող որևէ նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Արձագանքելով Թրամփյան հայտարարությանը, թե նավերին հասցված վնասները կվճարվեն ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցների հաշվին։ Այս իրադարձությունների ֆոնին շարունակվում է համաշխարհային տնտեսական արձագանքը, մասնավորապես նավթի գների անկումը։ Brent տեսակի նավթի համաշխարհային չափանիշը գրանցել է 2.9% անկում նախորդ օրվա կտրուկ 11.3% անկումից հետո։ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը աջակցելու հոդվածով։ Անվտանգության դաշնային ծառայությունը միջազգային հետախուզում է հայտարարել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը աջակցելու հոդվածով։ Telegram-ի վարչակազմը չի հեռացրել այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք ըստ ռուսական հատուկ ծառայությունների օգտագործել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ եւ զանգվածային սպանություններ նախապատրաստելու համար։ Ճապոնիայում 7.1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցում։ Տուրիստների թիվը կարող է գերազանցել 100-ը, կան զոհեր։ Կումամոտոյի պրեֆեկտուրայում ավերվել են տներ, ճանապարհներ եւ կամուրջներ, գրանցվել են նաեւ հրդեհներ։